տարան, ումից փող առան, իմ երեխուն դրեցին տարան։ Ժամկետային զինծառայող Կաթ Սողոյանի մայրն է։ 2015 թվականի հունվարի 27-ին միայնակ մոր միակ զավակը զորակոչվել է բանակ։ Զինվորի մայրը դիմել է Պաշտպանության նախարարությանը, ներկայացրել փաստաթղթեր, խնդրելով, որ զինվորական ծառայություն անցկացնելու Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր որդուն հեռու չտանեն ծառայության։ Ես շատ տեղեր ես վային կամատը ու ես 100% համոզված եմ, որ իմ երեխուն դաժե ես որ գնացի վային կամատ ընդ ձենս գցի գեներալներ ով էր ինձ պատասխանեց տիկին խեք սենց արտահայտում ես ինչ բառ ասի ճիշտ եմ անում հետաքրքրում է որ մի բոզի վաստակից փող ես վերցրել իմ երեխուն տարան բանակ որ իմ երեխուն պետք է չտանեին կամոտիկ պտեղ տանեն, ասպեիք իմ եք ինչ մեղք ունենք, ինքը քաշելան դեղել ընգելա, միայնակ մայր եմ, որդը գրված երեխայա, ոչ մեկ չունեմ, աղջիկ ջան, չունեմ։ Շարքային Կաթ Սողոյանի մայրը անաշխատունակ է։ Նայեք, ոտիս միշ չկա, մասը տվել ասա ուրելա, ասվա, բժիշկը բանա, Ես ողնաշարից է, կողքից էլ ասում են, որ արունը նորմալ չի աշխատում, չես կարողանում, ես դեղերը խմես, վիճակի չես, տվել է, տեսեք ինչ վիճակ է մոտս, տեսեք ինչ վիճակի մեջ եմ ես ես վիճակում ոնց աշխատեմ, աղջիկ ջան։ Տան միակ կերակրողը որդին բանակում է առաջնագծում, զինվորի մոր միակ հույսը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է։ Կա սահմանված կարգ, օրենքով ամրագրված, որ 150 կիլոմետրից ավել իրավունք չունեն բնակավայրից տեղափոխելու համար, բայց նրան տարել էին եղնիկների զորամաս եւ բնական է, որ օրենքի կոպիտ խախտում է տեղի ունեցել։ Ընդ որում մեզ ներկայացրել է մայրը բոլոր փաստաթղթերը, ես հիվանդությունների նա հեծանվորդ է եղել եւ հետո ինչ որ հեծանվից ընկել է եւ ողնաշարի հետ կապված ֆիքսված են այդ փաստաթղթերում նրա հիվանդությունները տարբեր եւ դեռ դա մի կողմ թողնելով հիվանդության հանգամանքները ուղղակի ես ինքս խնդրեցի Պաշտպանության նախարարությանը տալով նրա անուն ազգանունը որ նրան տեղափոխեն Հայաստան որտեղ իրավունք չունեն այդ հեռավորության վրա տանեն ծառայելու Բայց այդ պատերազմական գործողությունները սկսվեցին, իսկ հետո նրան ոչ թե տեղափոխեցին Հայաստան, այլ տարան ոնց որ թե որքանով որ մայրը տեղյակ է, նրան տարել են հենց այդ սահման, Սրխավենդից տեղափոխել են ուրեմն Թալիշ։ Իրավապաշտպանը Պաշտպանության նախարարությանը անձամբ է հայտնել օրինախախտման մասին, բայց շուրջ 1 ամիս է պատասխան չի ստացել։ Ես անուն ազգանունը փոխանցել եմ եւ նրանք ասել են, որ կզբաղվեն եւ ընդունել են, որ դա օրենքի խախտումով է տեղի ունեցել, բայց իմ դիմելուց հետո դեռ պատերազմական գործողությունները չէին սկսվել եւ կարծում էի, որ անհապաղ պետք է հետ ուղարկեն, բայց մեկ շաբաթ 10 օր արդեն անցել էր, երբ որ մայրը ինձ դիմել էր, հետո նոր սկսվեցին պատերազմական գործողություններ, ու ինչքան հասկացա, հիմա նա հայտնվել է թեժ գծում։ Ժաննա Ալեքսանյանն այս օրինակով գտել է Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին վերջին շրջանում ամենից հաճախ տրվող հարցի պատասխանը։ Եթե հարցնում են, թե ինչպես են անապահով ընտանիքների երեխաները հայտնվում առաջնագծում, այսպես օրենքի կոպիտ խախտումներով, երբ այդ հիվանդ երեխան եւ հայտնվել է սահմանին չգիտեմ ուղակի ինչ ասեմ, այսքան քննադատելուց հետո, այսքան այս դեպքերից հետո պետք է խիղճ ունենալ, չէ՞։ Եվ եթե նախարարը չգիտի թե ինչպես են զոհվում այդ անպայման անապահով ընտանիքների, այս օրինակը ուղակի փաստն է այն ամենի, որ բացարձակապես նախարարությունը չի մտահոգվում, որ օրենքի խախտումով տանում հասցնում են սահմանի բերանը։ Սոսե Բաղդասարյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։